Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած Աննա Մանուչարյանի մայրիկը ապրում է Հայաստանի Հանրապետությունում։ 3 նրա ծննդյան տարեդարձն էր։ Աննան, ով օվկիանոսից այն կողմ է գտնվում, չի զլացել եւ մայրիկի համար հուզիչ անակնկալ է պատրաստել, սերենադ է ուղարկել եւ ծաղիկներ նվիրել մայրիկին, ինչպես դերասանուհին է փաստում, մայրիկը հուզվել է դստեր անակնկալից։ Ներկայացնում ենք ձեզ դերասանուհի Աննա Մանուչարյանի անակնկալը եւ նրա հուզված մայրիկին առանց մեկնաբանության։ Այսօր Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած դերասանուհի Աննա Մանուչարյանի անձնական կյանքը դեռ շատերին է հետաքրքրում։ Գաղտնիք չէ, որ վերջինս տարիներ առաջ ունեցել է անձնական դժվար և դաժան փորձ։ Այս մասին դերասանուհին հարցազրույցների ժամանակ մի քանի անգամ խոսել է։ Ամուսնությունից մեկ շաբաթ անց սկսվեց հալածանքներ՝ ֆիզիկական, հոգեբանական, անտեղի և անհիմն։ Բազմիցս եղել է ֆիզիկական բռնություն, ծեծ և դա հանգեցրել էր իմ առողջական լուրջ խնդիրների։ Հիմա ես բոլոր հոգեբանական ապրումները հաղթահարել եմ և այսօր ինձ համար հեշտ է այդ մասին խոսել։ Տետատետ հաղորդման շրջանակներում խոսելով ընտանեկան բռնության ու ամուսնալուծության մասին, պատմել էր դերասանուհին։ Երբ ամուսնանում էի, մայրս ասաց՝ հարգիր, որ հարգվես, բոլոր ընտանիքներում լինում են վեճեր, հանդուրժող եղիր։ Ես, քանի որ շատ մեծ հարսանիք էի ունեցել և մեծ պատասխանատվություն էի զգում ծնողներիս նկատմամբ, հանդուրժում էի ամեն ինչ։ Դա է եղել իմ սխալը։ Եթե ես առաջին բռնության ժամանակ պատմեի հորս, բայց ես 2.5 տարի ոչ մի վայրկյան իմ ծնողներին ցույց չեմ տվել, թե ինչ պայմաններում եմ ապրում, անկեղծացել է դերասանուհին։ Նա նշել է, որ նախկին ամուսնու համար անգամ խնդիր էր իր ծնողների հետ շփումը։ Ես շատ հազվադեպ էի ծնողներիս հետ շփվում, տանից գրեթե դուրս չէի գալիս, միայն իր հետ գնում էի ծնողներիս տուն և վերադառնում էի։ Հետո, երբ արդեն երեխայի էի սպասում, մտածում էի՝ հո չեմ բաժանվելու։ Իսկ հետո Մալենան ծնվեց, իսկ բաժանման որոշումը կայացրել է հերթական կոնֆլիկտից հետո, երբ ծնողները եկել են իրենց տուն և առաջարկել, որ իրենց հետ Աննան և Մալենան էլ հանգստի մեկնեն, բայց ամուսինն արգելել է։ Աննա Մանուչարյանը պատմել է, որ բաժանվելուց հետո առողջական լուրջ խնդիրներ է ունեցել և 1 տարի է պահանջվել վերականգնվելու համար։ Այդ օրվանից հետո նրան չեմ տեսել և դա լավ է, որովհետև կարծում եմ նա կխանգարեր Մալենայի ճիշտ մեծանալուն, ասել է դերասանուհին։ Հավելենք, որ դերասանուհին միայնակ է մեծացրել իր դստերը։ Այս տարիների ընթացքում նա բազմաթիվ դժվարությունների է հանդիպել, սակայն ինչպես ինքն է նշել բազմիցս, ավելի լավ էր միայնակ մեծացնել իր սեփական դստերը, բայց ճիշտ դաստիարակություն և ճիշտ ճամփա բացեր նրա համար։ Աննա Մանուչարյանն այս տարիների ընթացքում երբեք չի խոսել իր անձնականի մասին։ Նա նշել է, որ իր համար մշտապես առաջին տեղում եղել է դստեր դաստիարակությունը, դստեր կյանքը և որ երբևէ իր անձնականի պատճառով դստեր կյանքում որևէ բան սխալ չընթանար։ Նա չի ցանկացել խաղալ իր սեփական դստեր զգացմունքների հետ և այդպիսով նա առաջին տեղում է դրել դստեր դաստիարակությունը, ապա նաև նրա կարիերան։ Արդեն այսօր Մալենան մեծացել է, բավականին տաղանդավոր երգչուհի է, ինչպես նաև բավականին գեղեցիկ աղջիկ է։ Աննա Մանուչարյանը մշտապես հիացմունքով և հպարտությամբ է խոսում իր դստեր մասին, ով բավականին մեծ հաջողություններ է գրանցել, մասնակցելով մանկական Եվրատեսիլ հեռուստաշոուին։ Առանձնացրել ենք Աննա Մանուչարյանի ինստագրամյան հարթակից մի քանի ստորիներ, որտեղ դերասանուհին ցույց է տալիս, թե ինչպիսի առօրյայով է ապրում Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ցույց է տալիս, թե ինչպես է պատրաստվում մրցանակաբաշխությանը, որը կայանալու է օրեր անց։ Այսօր հայտնվել եմ Վահագի ստուդիայում։ Վահագ, մի հատ ողջույն ասա։ Ողջույն, ողջույն,
Պաստորին ինքը ստենց շատ լուրջ ստուդիա ունի եւ այստեղ ստեղծվում են բավականին հետաքրքիր պրոյեկտներ, որոնցից մեկի շուրջ, այո, մենք հիմա աշխատում ենք, շուտով կներկայացնենք նաեւ ձեզ։ Ցտեսություն, շնորհակալություն այս 3 վայրկյանը, որ մեզ հետ եք։ Ուրեմն այսօր եկել եմ Վոնի մոտ, որովհետև մենք ամվայի համար ինձ շոր ենք պատրաստելու մի ֆանտաստիկ ու պարզվում է այստեղ կոկտեյլների դեգուստացիա, մեր բարմենն է Freedom-ը ստեղծում է կոկտեյլներ եւ մենք բոլորս որոշում ենք ինչ կոկտեյլ պետք է ընտրենք։ Very special երեկոյի համար։ Հա, հետո ինչ-որ փակ բան է լինելու, հա, այստեղ։ Ես մասնակցելու եմ։ Իհարկե։ Hello։ Որտեղ առանց քեզ թանկագին։ Всё, ինձ շատ ալկոհոլ մի արեք, որովհետև ես վարորդ կին եմ։ Կին եմ։ Ախ, չի քեզ դու։ Մի հատ ցույց եմ տալիս ընթացքը։ Այդ ինչա, ոսկի։ Ոսկի։ Մեր вечерինքան ոսկի է լինելու աննետ։ Սորքոմազը շատ կսազի вечерինքան։ Այս ես խմելու եմ, հիմա ես դրսից եւ ներքսից ոսկի պատեր լինելու։ Էսի սիրունա։ Сам процесс, как оно drip. Вау. Yay. Она армянская Барбина. Merci. Угадай, сколько ее лет. Не буду гадать, она молодая и красивая. 25. Да нет. Максимум. 20. Нет, 40. В чем секрет? Да ни в чем. Օ, հեսա, շատ սիրուն է երևում, ուզում էի ցույց տամ մտնեք Վոնի, այս բալկոնի հատվածը։ Վոն։ Hello. Երեխեք ստեղծերեկն է շատ սիրուն, այս տեսարանը, այս ծառը, այս խորհրդանշական ծառը, միայնակ, հպարտ։ Կարաս նաև real estate-ում աշխատես, տներ ենքան լավ ես գովում։ Որովհետև ձեր տունը, մա Վոնի շունը, բարև։ Կողցր ուտեմ քեզ։ Բայց մատ Վոնի տունն էլ ցույց տամ էլի, սենց յուրահատուկ։ Մի հատ, այստեղ դուք տեսել եք, չէ ինչքան շոր կար, հիմա այլևս շոր չկա, որտեղ Beverly Hills-ում խանութ է բացել արդեն եւ շորերը տեղափոխվել են այնտեղ։ Մտնեք ինչ սիրուն մտնոլորտ է։ Եկեք հենց նոր ինչ նվեր ստացա, այսենց մի հատ կուրտկա, որ լրիվ իմ յուբկայի համար է, ոնց որ նախատեսված։ Իդեպ Վոնը հիմա Beverly Hills-ում ունի խանութ, որտեղ կարող եք գտնել աշխարհի ամենանկեղծ օրիգինալ շորերը, եւ ամենօրյա, եւ տարբեր ճոխ առիթների համար։ Ես Վոնից այնքան շոր ունեմ, այնքան ուրախ եմ, որ ինքը կա Ամերիկայում, որտեղ այստեղ դժվար է գտնել ներկայանալի հագուստ։ Այսքան բան։